Ողջույն սիրելի ընկերներ։ Այսօր ամբողջ մեր հայ ազգը սգում է այն ամենի համար, ինչ որ տեղի ունեցավ 110 տարի առաջ եւ ինչպես շատ անգամ տարածված այս խոսքը ասում ենք, որ հիշում ենք եւ պահանջում ենք։ Չգիտեմ ումից ենք պահանջում, բայց ասում ենք հիշում ենք ու պահանջում ենք։ Գիտեք, բայց այն ինչ որ տեղի ունեցավ այդ տարիներ առաջ այդ նույն բանը տեղի ունենում այսօր մեր օրերի մեջ ուրիշ ձևով։ Եթե այն ժամանակ ֆիզիկապես սպանեցին շատ-շատերի, 1,5 միլիոն հայ, այսօր մենք մեր մեջ սպանում ենք քույրեր եւ եղբայրներ։ Մենք մեր հոգու մեջ մարդկանց սպանում ենք ատելով եւ չսիրելով։ Դիմացինին գուցե ժպտում ենք, բայց մեր սրտերի մեջ ատում եւ հետևից բամբասում ենք։ Սիրելիներ, ուշադրություն դարձրեք ձեր կյանքերին եւ հիշեք մի կարեւոր ճշմարտություն, որ մեզանից ամեն մեկը պետք է կանգնենք Աստծո առաջ։ Ով ուզում ես եղիր, ուզում ես եղիր գեներալ, ուզում ես եղիր հովիվ, ուզում ես եղիր պարզապես սովորական մի հավատացյալ կամ ընդհանրապես գուցե ոչ հավատացյալ։ Ես ուզում եմ ասել այս կարևոր ճշմարտությունը, որ անխուսափելի է այդ օրը։ Այդ օրը պիտի գա եւ ամեն մեկս պետք է կանգնենք Աստծո առաջ։ Այս ամեն ինչը ասում եմ, որովհետեւ ես զգում եմ, որ Աստված իմ սրտի մեջ դրել է այս խոսքը ասելու, ու սա վերաբերվում է բոլորիս միանշանակ։ Սիրելիներս, Սուրբ Գիրքը ասում է, որ մարդիկ մեր մեջ կտեսնեն Աստծո սերը եւ կփառավորեն Աստծո անունը։ Եթե այսօր դու տեսնում ես եղբորդ եւ չես սիրում, վստահ եմ, որ դու Աստծուն չես կարող սիրել։ Գիտեք ինչու, որովհետեւ Աստվածաշունչն է այդպես ասում։ Եթե եղբորդ տեսնում ես եւ չես սիրում, Աստծուն որ չես տեսնում, ինչպես պետք է սիրես։ Սիրելիներ, դադարեք եղեռնագործությունը ձեր կյանքերի մեջ։ Սիրեք մարդկանց, օրհնեք մարդկանց եւ այդ ամենը կվերադառնա ձեզ։ Տեր օրհնի ձեզ, եղեք օրհնված։